Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ Խորհրդարանն այսօր ընդունել է համապատասխան օրենքների փոփոխությունների փաթեթը, որը ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել անհետաձգելի կարգով։ Այս ստորաբաժանման ուժերով է իրականացվելու նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը։ Վրաստանում այսօր ձերբակալել են Հայաստանի հետ սահմանն ապօրինի հատած 4 օտարերկրացու։ Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանությունը Ցիթելի Խիդիի շրջանի Սադախլո սահմանային հատվածում է ձերբակալել այդ քաղաքացիներին։ Սահմանային ոստիկանության տվյալներով մեղադրյալները շրջանցելով սահմանային անցակետը խմբով անօրինական կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը եւ Հայաստանի Հանրապետությունից ներթափանցել են Վրաստան։ Քննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի A ենթակետով, որը մինչև 5 տարի ազատազրկում է նախատեսում, նշվում է հաղորդագրությունում։ Ներկայացվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նոր զինվորական համազգեստի նմուշները։ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ բանակի համազգեստի նմուշները փորձարկման փուլն են անցնում։ Պաշտպանության նախարարի ներկայացրած նոր նմուշի համազգեստը, սակայն, արժանացել է բուռն քննադատության, վատ տեսքի եւ ոչ պրակտիկ ձևավորման համար։ Ծափաթաղ գյուղում ամիսներ առաջ սպանված 3-ամյա Տիգրանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երեխայի հայրը վրեժի շարժառիթով հոկտեմբերի 27-ին որդուն կյանքից զրկելու դիտավորությամբ Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշնամիջյան հատվածում կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան։ Ապա դիակը դաշնամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից հատված։ Երեխայի հոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։